նոյեմբերի 25-ն էր բանեղել, սկիզբը այսինքն մինչև փետրվարի 25-ը դատանը պարտավոր է այդ միջնորդությունների հարցը քննարկել։ Սույն միջնորդության սույն դատական նիստին ներկայացված նորից եմ կրկնում, միջնորդությանը կից գրավոր է սպասները նոր հանգամանք չեն կարող դիտվել դատանի համար։ Ես նշեցի, թե որ պարագայում դրանք կարող են հաշվի առնել։ Սա նոր հանգամանք չէ։ Եվ դատանը քննությունը առարկա չի դարձնում սա։ Այսինքն որոշում չի կայացնում այս բանը։ Թույլ կտաք պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան, ես կրկին փաստում եմ, որ դատարանը ներկայացվել է միայն եւ միայն ընտանիքի կազմի վերյալ բնակության վայրից տեղեկանք։ Այն մնացած բոլոր փաստաթղթերը, որ ներկայացվել են դատարանին, դա առաջին անգամ են ներկայացում։ Եվ ինձ համար առնվազն զուտ որպես ոչ փաստաբանի, ոչ իրավաբանի, այլ որպես հայ տղամարդու հասկանալի չէ, ինչպես կարող է հայ ընտանիքին այս իրավիճակում հայտնվելուց հետո ներկայացնում ենք դատարանին բանկային պայմանագրերը, ոչ թե պայմանագիր ոսկու գրավի, տան գրավի եւ այլ փաստաթղթեր եւ այս հանգամանքներում սա չի դիտարկվում որպես նոր Երևան եկած հանգամանք, այսինքն չի սրանով հիմնավորվում, որ իրապես ընտանիքը հայտնվել է այդ վիճակում։ Լավ, իրավունքները դրեցին կողքի երեխաների հարը տեսնելու մյուսի, բայց որպես այդպեսին, ինչպես կարող է այս հանգամանքներով չհիմնավորվել ընտանիքի սոցիալական վիճակում հայտնվելու հանգամանքը, որը նոր է այդ դարձել։ Էլ չեմ էլ խոսում Մովսես Շարբազյանի հետ կապված, որ գործընկերներից դրա մասին բարձրաձայնեցին։ Այսինքն նոյեմբերի 11-ից մինչև հիմա ընդամենը դժբախտաբար որ կալանքի տակ են եւ փառքաստոր միսները դրսում են, բայց երկու անմեղ մեղադրյալներ են կալանքի տակ։ Այսինքն արդարության ոչ միայն բաժի նշանակելու հետ կապված, այլ ընդհանրապես խափանքոց կրելու հարցում եվրոպական դատարանի բոլոր այդ նախադեպերը, վճռաբեկ դատարանի նախադեպերը, որ պետք է համաչափությունը թեկուզ եւ կալա խափանքոց կիրառելու վերաբերյալ, ապա եթե հաշվի չեն կարող, ինչը պիտի հաշվի առնենք։ Պաշտպանական կողմը արդեն պարզ, օրինակ մարտի 24-ին պաշտպանական կողմը ինչ պետք է բերի։ Պետք է բերենք, որ տունը հանրեն վաճառքի արդեն այդ տունը վաճառում են եւ թողեք բաժի չախնա դուրս գա որ տունը հետ բերի եւ կարա հետ բերի հետո արդեն։ Մեծ համար պարզ չէ պատվարժան դատարան ասենք։ Ինչու մարտի 24-ին։ Մարտի 4-ի մասն, ոչ թե մարտի 24-ին։ Չէ, մինչև մարտի 4-ը։ Պատվարժան դատարանը հիմա օրինակ հաջորդ օրինակ որպես պաշտպանական կողմ, եթե մեկը գույշի ես ծիրով դա կընդունեմ։ Ինչպիսի փաստաթուղթ պետք է բերենք, բացի այն որ ընդհանրենք Աստված հերոպա ընտանիքի մեկ անդամը մի հատ վատազգամի բան պատահի, կամ ընդհանրենք իսկապես այդ տունը վաճառի, այդպիսի թուղթ պետք է բերենք անպայման, որ վերջի րոպեն ասենք, վայ գիտեք, հա, այս քանի որ այս ստանալ վիճակը նոր թողենք, պատասխան դարձան փաստը, որ ընտանիք այդ վիճակում հայտնվել։ Սա այդ ենքով այլ փաստ մենք չենք կարող ներկայացնել։ Եվ հարգարժան հանրային մեղադրողը, որ ասում է նոր հանգամանքներ չեն, եթե սրանք նոր հանգամանքներ չեն, ապա ինչը կարող է դիտարկվել պես նոր հանգամանք։ Ինչ եթե հուշեք, ես հաջորդ մարտի 4-ին այդ հանգամանքը վերեմ, թե նման բան կարող է գոնե լինել։ Սա է ամբողջ հարցը, էլի պատվաստան կա։ Հուշելու որևէ իրավասություն։ Ես լավ գիտեմ, որ նման իրավասություն չունեն, բայց որ ասում են սա չի կարող դիտարկվել, ապա ինչը կարող է դիտարկվել, օրինակի համար, այլ բան չէր կարող դիտարկվել, պատվաստան դատարան, կամ պետք է ասված հերոպայտանից տեղից մեկին մի բան պատահի, կամ պետք է իրապես այս տունը կամ երեխաները հայտնվեն փողոցում, նոր ասենք, վայ գիտեք չէ, պարոն Չախալյանի, թույլ տվեք գտնա ինչ անում ես վերջի րոպեին, կարում է այդ ընտանիքի հարցը թե ոչ։ Սա է ամբողջ հարցը։ Ես ընդամենը խնդրում եմ, որպեսզի զուտ ոչ միայն իրավաչափության փոխեն մարդասիրության մարդասիրական մոտեցում ցուցաբերվի, որովհետև իրապես հայ ընտանիք այս մարդը պատասխանի մասնակից մարդ է 44 օրյա։ Այս դալիճու շատ քիչ մարդիկ կան որ մասնակցել են։ Եթե այս մարդուն հիմա հաշվի չառնենք այդ պատերազմին մասնակցել է, իր էությունը, հայրենասիրությունը, ապա ինչը պիտի հաշվի առնենք։ Ես նշեցի արդեն որ հարցի հետ կապված։ Նոր հանգամանք որպես այդպեսին չի կարող սա դիտվել, արգելի պաշտպան եւ արգելի մեղադրյալ։ Սա նոր հանգամանք։ Այս հանգամանքը սա այս մեջ բերած փաստերը կարող եք դուք օգտագործել, դա ձեր իրավունքն է, հաջորդի դատական նիստին, որի ընթացքում յուրաքանչյուր մեղադրյալի մասով, ովքեր որ արգելանքի տակ են գտնվում, կրկին այդ հարցը քննության։ Ես չեմ ավարտել, էլի։ Իսկ որ հրատապ այն ինչ որ դուք նշում եք, որ այս բանին հրատապ եւ սա այն հանգամանքն է դիտում, որը որ նոր է, ըստ ձեր չի կարող դիտվել։ Ավելի, այս բանին դուք մեջբերում արեցիք նաեւ մյուս մեղադրյալի մասով, որ խափան միջոցափոխվել, դա չի կարող դատանի կողմից։
Խնդրեմ։ Ես եթե կարելի է բաժան դառնալ, այստեղ ուղղակի արդեն ինչ է դուրս գալիս։ Հարցը ոչ էս 20 օրն է, ոչ բան, եթե այսինքն ուրեմն սոցիալական մի հարց կա, որ այս պահին հաստաբանները միջնորդում են, որ փոփոխվի կապամամիջոցը ու ինչ է դուրս գալիս, արդեն ոչ թե դուք ինձ եք բաժում, անգերձ եմ ասում Աստված ավագա, էլի փառք Աստծո։ Սա պատիժ է։ Երբ որ ամեն մարդուն բեռնում են ասում են կանոնավորել, պատիժ է։ Հիմա դուք կարող եք արդարադատություն կոչեք, բայց ես արդարադատություն չեմ տեսնում այդտեղ։ Բայց հարցը դա չի։ Հարցը այն է, որ հիմա արդեն հունվար ամսից սկսված, երբ արդեն ծանրացել է, հիմա ես էլ ասեմ, նոր հանգամանքը սոցիալական վիճակը, եթե ասենք ես Վրաստանում եմ նստել, մարդը երբ որ առաջի ամսվա մեջ է ձերբակալված, մի բանա ֆինանսական խնդիրներ են լուծել։ Երբ որ արդեն 5 ամիս, 8 ամիս, մի տարի արդեն բարթանում է, դժվարանում է։ Այստեղ կինս հազիվ հասցնում է երեխեքին դպրոցտանել բերել, չի կարողանում շատ անգամ, էլ աշխատանքի մասին չեմ խոսում։ Ու հիմա այս խնդրի առաջ մենք կանգնել ենք։ Հիմա հարցը արդեն ես չեմ։ Անգեզ եմ ասում Աստված ավագա կտեսնենք, եթե 4 ամիս եք նստել, 14 ամիս եք նստել։ Հարցը արդեն իմ երեխեքին անուն թողնելու չթողնելու հարցն է, այստեղ կանգնած։ Հիմա ես Վրաստանում մի անգամ տուն կորցրել եմ ու ոնց որ ասած Հայաստանում տուն կորցնելու չեմ ուզում։ Էս ամենն է։ Հիմա եթե կորցնելու ենք, դա արդեն ուշ թեմա դառնա։ Աստված ավա։ Ընդհանրապես ուշ թեմա։ Նստեք։ Աստվածն ասել, տան կորցնելու մասին։ Դե կորցրել եմ երբ։ Մեկ վարքյան, տան կորցնելու մասին չի խոսքը, տեղզոտ իրավական բանն այն ինչ որ ձևակերպում է ինչ որ դատավորը, մեկ վարքյան արգելես։ Ես մի հատ ունեմ ձեզ։ Այս նույն փաստաթղթերը, որը որ ներկայացրել եք դատանին, կա արդեն դատանին։ Ներկայացրեցիք, սա դատանը, նշում է, որ սա նոր հանգամանք չի, որ դատանը մեկ վարքյան նստեք, սա նոր հանգամանք չէ, այսպես ասենք, որ բացառություն անենք, այն պարագայում, երբ որ դատանի կայացրած որոշումը մնացել է անփոփոխ վերաքննիչ քրեական դատանի կողմից, միանգամից լսեմ ես այս բանը, սա չի կարող դատանի կողմից Անդրեմ, հաջորդին ես նորից եմ կրկնում, ոչ թե մարտի 4-ին պետք է քննարկվի այս հարցը, այլ դրան հաջորդող դատական նիստին, այսինքն մարտի 4-ից առնվազն 1 շաբաթ, 10 օր առաջ քննարկվել է այդ հարցը, ձեր նկատմամբ արդյոք անհրաժեշտ է երկարաձգել խափան միջոցը, փոփոխել կամ վերացնել այլ խափան միջոց, դրա մասին է խոսքը, որքանով որ կընդունեք դա մեկ վարքյան Դարություն, հա, մի դեպք, դարություն, այդ ժամանակ խնդրեմ քննության առարկա կդարձվի, այս պահին ոչ, ես կարող էի ներկայացրած փաստաթղթերով մի անգամից մերժել, անգամ կողմերի կարծիքը չհարցնելով, ուղղակի թույլ տվեցի, որ վարորդի մասնակիցները նաև եթե որևէ հարց ունեն ձեզ դուք 15-ից 1000 ներողություն, բայց ամեն անգամ ասենք մի շաբաթ պետք է ասես ժողովրդական բառ ասեմ, ճարելով գալիս ենք հասել ենք արդեն փետրվարի 12-ը։ Հիմա էլի ճալենք փետրվարի 19-ը, հետո փետրվարի 26-ը, հետո մարտի 4-ին ազատ արձակենք, այսինքն խնդիրների հիմա խնդիր կար, մենք այս հարցը բարձրաձայնեցինք։ Հիմա փաստորեն դատարանը մերժում է, այս է հարցը։ Դատարանը մերժումը ընդհանրապես քննության չի դարձել։ Էլի կալանքի տակ, սա է հարցը։ Դատարանը ընդհանրապես հեռանկարը որ մարտի 4-ին ասենք ինչ որ ազատ արձակենք։ Դատարանը ընդհանրապես քննության չի դարձնում այս հարցը, որտեղ ոչ։ Այսինքն արդար մարդուն նստեցրել են, ընտանիքը սանանկության դուրն է հասել, ասենք ասում են չէ, պետքա դու պատժվես, մարտի 4-ն ենք որոշել, մարտի 4-ին ասենք կամ 24-ին կամ 26-ին լավ ցույց կտանաս։ 8 օր էլ այն որ ասում է քեզի բանան, բաշխենք դրանց, հետա։ Կամ պայենք ավելացնենք, չէ, մի բան։ Որտեղ է արտահայտվում է, դրել։ Հա, ես արտահայտվեցի, մի քիչ կարող է էմոցիոնալ եմ ասում, որտեղ ընտանիքը երեխան։ Դե հեսականների։ Այս բանը արտահայտվեցի, այսինքն այդ 19 օրը կամ 2 շաբաթն է հարցը։ Հարցը 19 օրվա 2 շաբաթվա մեջ չի։ Ես 4 անգամ կրկնում, սա նոր հանգամանք չէ, դատարանը դիտում, որպեսզի քննության առարկա այս բային դարձնի։ Ասա ես կասեմ։ Արգելիս, ուրեմն տեսեք ինչ է։ Հաջորդ դատական նիստին, հաջորդ դատական նիստը 19-ն է անում։ 19-ը։ 10-ը մի րոպե։
Ըստ հերթականության հաջորդ դատական նիստի դատարանը մեղադրյալների նկատմամբ նորից եմ կրկնում այս երկրորդ եւ երրորդ անգամը, որոնք որ արգելանքի տակ են դեպքում, դա կրնի կալանք, տնային կալանք։ Այդ անձանց վերաբերյալ հարցը կրկին քննության առարկա է դարձնում, որովհետեւ առնվազն 3 ամիսը մեկ դատարանը պարտավոր է այդ հարցը քննության առարկա դարձնել։ Այս հանգամանքը մի փոքր կողքի էլի կանգնեք, որովհետեւ կանգնել եք դիմաց, ես չեմ տեսնում։ Այս ինչի չխոսակ, ինչ է, ձայնազուրկ եք, ինչ է։ Այս հանգամանքը, որը որ դուք նշում եք, ներկայացրեք, եթե անհրաժեշտություն կլինի շատ նեղ կազմով անգամ դռնփակ նիստ անելու, դատարանը անգամ այդ հանգամանքին ձեր, եթե կմիջնորդեք, անգամ այդ ձևաչափով կանի դատական նիստը, անգամ այդ ձևաչափով կանի, որը որ մյուս մեղադրյալների հետ կապված ինքները ականատես եկեղը դատարանը կատարել է։ Ճիշտ ասած, պատվարժան դատարան, ես տաժը սրան էի, անգամ սրան էի դեմ որ ներկայացնեի, կանգնեց ասած, հարգադրված այսօրվա իրավիճակով, այն որ իմ երեխաների շահերը ավելի բարձր գնահատեցի, ներկայացրեցի, բայց հիմա ավել ներկայացնելու բանի խնդիր, ուղղակի մի բան էլ ասեմ ձեզ, հիմա հաջորդ նիստից ես իմ մասնակցությունը արդեն անիմաստ եմ դնում, հրաժարվել եմ նրան, այդ էլ թույլ տվեք, ինձ չծանրաբեռնեք, ես ասենք տանել բերելը, պատիժա կկրեմ, մի տարիա, 20 տարիա, ինչ որ կորոշեք, տվեք, ես ընդեղ կկրեմ, ինչև նայեք, այդքան բան էլ, խնդրում եմ հաջորդ նիստից ինձ ազատեք, տանել բերելու, ձեր համար նոր օրենսդրությունը նախնական դատալսումներով դատարանը պատիժ պետք է սահմանի արդեն ապացուցված համարելով, նոնսենս է, նորություն է սա իմ համար։ Ես ձեզ պարզաբանեցի ողջ ընթացակարգը, որը ինչ ձևով է կատարում։ Պաշտպաններին էլ նախորդ դատական նիստին հորդորեցին, նշեցի ասի, հարգելի պաշտպաններ, եթե կա նոր հանգամանք, Աստվածաշանի առողջական խնդրի հետ կապված, որոնք որ հրատապ է շատ հրավ, ես քննության առարկա դարձնեմ, եթե չկա, մի բերեք այս պայում, դա չի կարա դիտվի նոր հանգամանք։ Պատվարժան դատարան, կային հարցեր, որոնք այսօր չբարձրացնեցինք եւ այո դա խիստ անձնական է, սակայն հաշվի առնելով, որ պատվարժան դատարանը շեշտեց այն մոտեցումը, որ հրատապ, այսինքն հաջորդ նիստից սկսած, որքանով որ սկսվի քննարկել խափամիջոցների հարցը, ապա դուք առաջինը քննարկել կսարքեք նաեւ կալանք կրող անձանց խափամիջոցի հարցերը, ապա մենք խնդիր չենք տեսնում եւ հետեւաբար նաեւ խնդրում ենք կրկին եւս մեկ անգամ, որ երբ որ արդեն իր ժամանակին քննարկա կդարձնեք, ապա խնդրեմ նաեւ այդ հարցը հրատապ քննարկա։ Հարգելի պաշտպան, առանց ձեր խնդրելու դատարանը պարտավոր է անդրադարձ կատարել։ Սա խնդրանքի արժի չի։ 18 անձեր մեղադրյալներ են։ Միջնորդ եք, չեք միջնորդի։ Դա դատարանի պարտականության մեջ է մտնում։ Շատ լավ։ Դա այդպես չի որ պետք է խնդրեք որ դատարանը քննության։ Շատ լավ, պատվաստան դատարանի պարտականության մեջ է մտնում։ Քանի որ 18 անձեր մեղադրյալներ են, դրա համար Վահագն Չախյանի հարցը եւ բնականաբար նաեւ Հարգարժան Բագրատ Սրբազանի հարցը, պատվաստան դատարան։ Ուղղակի, քանի որ հաշվի առնելով դուք սա քննարկա չեք դարձել, այսինքն մենք ունենք եւս հնարավորություն քննարկա դարձնելու, մենք հույսով հավատով սպասում որպեսզի ձեր կողմից այդ վերջապես արդյունավետ որոշումը կկայացվի ժամանակին։ Շնորհակալ Եվս մեկ անգամ եմ կրկնում, մեղադրյալ Չախանյան, եթե գտնեք նպատակահարմար, որ պարզաբանումներ պետք է տակ, չեմ ճակերտը բացում ինչի մասին, նիստը կարվի դռնփակ, դուք այդ պարզաբանումները այդ մասով, մանրամասն կարող եք ներկայացնել։ Դուք